Ինչ ենք անում մենք, երբ հանկարծակի ունենում ենք գլխացավ կամ վատանում է մեր ինքնազգացողությունը։ Իհարկե շտապում ենք մոտակա դեղատուն գնելու համար ջերմիչեցնող կամ ցավազրկող։ Իսկ ինչ եթե ես ձեզ ասեմ, որ հայկական դեղատներում դեղահաբերի մեծամասնությունը մեզ է հասել սև շուկայից՝ Պարսկաստան, Վրաստան, Թուրքիա։ Ահա այս երկրները էժան տարբերակով հայկական դեղատներ են հասցնում ժամկետնանց եւ չգրանցված դեղահաբեր։ Արդյոք մեր հանրությունը տեղյակ է այս ամենից։ Մոտենանք նրանց եւ հարցնենք։ Գիտեմ, որ եղել է այդպես, բայց ես գիտեմ, որ դեղատնից եմ վերցնում։ Ինձ ճիշտ է ասում են։ Ինքը դեղերը բանանում, որ սաղ կյանքը պետք է օգտվում։ Ես մի բան գիտեմ, որ չգրանցված դեղերին ռիցեպտ բժիշկը չի տալի։ Այդ ամենը գալիս է սև շուկայից, Պարսկաստանից, Վրաստանից ու Թուրքիայից։ Այդի вообще տեղյակ չենք։ Երկու հատ դեղ են իրան բանարը, ինքը սիրտը խնդիրներ։ Միշտ ժամկետի մեջ է եղել։ Ուշադրություն դարձնում են։ Նեն չի որ ժամկետ անցրնի, չի հանդիպել։ Ոչ միայն ժամկետնանցին, այլև չգրանցված են, այսինքն նույն Կներեք, ես չեմ կարող ասի, այդ արդեն Ինչ նշանակել է առնում ենք, ինքը խմում է, էտա, թե չէ թու ուրիշ խնդրեմ չունենք, որ ամբողջ օրը գնանք մտնենք դեղատները։ Անկեղծ ասած ոչ, որովհետև այդքան շատ չեմ օգտվում, չգիտեմ։ Հիմնականում ես շաքարային դիաբետ ունեմ, առնում եմ այն դեղերը, որը շաքարի համար է, շաքարախտի համար է նախատեսված, ավելի շատ ստանում եմ, քան առնում եմ, բայց դեղեր կան, որոնց արդեն օգտվում եմ դեղատնային ծառայություններից, որոնք պոլիկլինիկաները չեն տալիս։ Վերցրել եմ օգտակար ա եղել, չգիտեմ։ Պարտադիր ժամկետը նայելու եմ։ Այդ բաների, փաթեթների վրա, հաբերի փաթեթների վրա նայելու եմ։ Սրոկ գոդնեսել, ինչքան է նախատեսված։ Ուշադիր կլինեմ։ Պետք է իմանամ այդ վրեն գրած ժամկետն անցա, թե չէ, լինում է այդպես։ պարտադիր ստուգում եք ժամկետնանց է թե ոչ։ Աղջիկ ջան, չէ, ճիշտ ասած չէ։ Իսկ հիմա երբ իմացաք ինչպես եք պատրաստում զգուշանալ եւ զերծ մնալ չգրանցված դեղեր ընդունելուց։ Երևի ավելի ուշադիր կլինեմ ու կստուգեմ։ հնարավոր է։ Ու մենակ այդ չի, մեկ էլ երևի երկու շաբաթը մեկ գների գինն է բարձրանում, դեղերի գինն է բարձրանում։ Մի ամիսավոր ուստեղ եմ, բայց օգտվել եմ, որ ասեմ չէ, սուտ կլինի արդեն։ Իսկ տեղյակ եք, որ հայկական դեղատներում ժամկետնանց ու չգրանցված դեղահաբերի քանակը բավականին շատացել է։ Ճիշտն ասած լսել եմ, բայց տեղյակ չեմ, ինձ հետ չի պատահել նման բան, չգիտեմ։ Իսկ հիմա երբ իմացաք, ինչպես եք պատրաստվում ավելի զգույշ լինել։ Պետք է զգույշ լինել, անպայման ստուգել, եւ ժամկետը, եւ չգիտեմ, ստուգել։ Չէ, չգիտեմ։ Դուք հաճախ եք օգտվում դեղատներից։ Չէ, դա, հա, հաճախ։ Բայց հիմա երբ իմացաք, որ նման բան կա, ինչպես եք պատրաստվում զգուշանալ։ Ես արդեն կմտածեմ։ Ոնց կարա սրանց դեմ այտենց զգուշանաս։ Ոչ մի բանից անտեղյակ մարդիկ ենք մենք։ Եթե վախ չկա, եթե ճշտ գրտում չկա, ստուգում չկա, ոնց կարող ես զգուշանալ, ոչ մի ձև։